Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ եւ հարգարժան անհատներ նախորդին հայտարարությամբ են հանդես եկել եւ մտահոգություն են հայտնել վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող արատավոր իրադարձությունների վերաբերյալ։ Հայտարարությունը ցավոք միակողմանի պատկերացում է ստեղծում ընթացող գործընթացների մասին։ Հեղինակները պնդում են, որ վերջին օրերին խախտվում են սահմանադրությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքները, ինչպես նաև հայաստանյաց առաքելական եկեղեցու ինքնավարությունն ու ներքին ազատությունը։ Սա ինքնին կարևոր ազդակ է հիշեցնելու, որ պետությունն իրավունք չունի տնօրինելու որևէ կրոնական կառույցի ներքին որոշումները։ Բայց նույնքան կարևոր է հակառակ կողմի պատասխանատվությունը։ Եթե պահանջում ենք, որ քաղաքական իշխանությունը չանցնի իր սահմանները, ապա նույն պահանջը պետք է դնենք նաև եկեղեցու եւ նրա սպասավորների առաջ։ Երբ հոգեվորականը կանգնում է որևէ քաղաքական ուժի հրավիրած հանրահավաքի բեմում, հանդես է գալիս կուսակցական ելույթներով, իշխանությունը տապալելու կամ բռնի հեղաշրջման կոչերով, խախտվում է պետություն եկեղեցի տարանջատման սկզբունքը։ Պետք է հստակ ձևակերպել մի պարզ կանոն. պետությունը չի տնօրինում եկեղեցու պաշտոնները, իսկ եկեղեցու սպասավորները չեն տնօրինում պետական քաղաքականությունը։ Հոգևոր ծառայությունն ու քաղաքական պայքարը տարբեր դաշտեր են։ Եկեղեցու իրական ինքնավարությունը պաշտպանվում է ոչ միայն արտաքին միջամտությունից, այլև նրանով, որ եկեղեցին ներսից սահմանափակում է իր քաղաքական ներգրավվածությունը եւ չի դառնում որևէ կուսակցության կամ քաղաքական խմբի գործիք։ Միայն այդպիսի երկկողմ պատասխանատվության դեպքում հնարավոր է միաժամանակ պաշտպանել եւ սահմանադրությունը, եւ հավատացյալների իրավունքները, եւ մեր երկրի ներքին կայունությունը։